Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մարտակերտի ազատագրումի գործողության 30-րդ ամյակը, ամառնային պարսալերնային կյանքը, Արցախի հայկական ավանդույթներ են։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արժանտին-Ավստրիա խաղի ընթացքին արժանտինահայերը բարձած են Արցախի դրոշը։ Ադրբեջանին զսպելու գործին մեջ կարևոր դեր ունի հանրային դաշտը, Տաթևիկ Հայրապետյան։ Իսրայելի հայտարարությունը թեր ճանաչում չէ, այլ նախաձեռնություն, Արտակ Զաքարյան։ 5 առանձնահատկություն, որոնցով կարելի է ճանաչել հայկական քորքը։ Հբարդ են, որ մինչև էթնիկ զդումը այցելեցի Արցախ, ԱՄՆ-ի կոնգրեսական։ Արցախի ողբերգությունը դարձավ վեբի հիմք, Մարինա Տետեյան։ Հունիսի 27-ին լրացավ Մարտակերտի ազատագրումի գործողության 30-րդ ամյակը։ 1993 թվականի ամռան Արցախի ինքնապաշտպանական ուժերը թիրքային առավելություն ստանալով ռազմաճակատին մեջ սկսան Բուշկենյալ հերոստաշտարակ պաշտպանական գիծի ջեղման գործողությունը։ Հունիսի 27-ի վաղ առավոտյան հարձակումով ազատագրվեցավ Մարտակերտը եւ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին քաղաքի ու հիմնական ճանապարհներուն վրա։ Գործողությունը կհամարվի ամառնային մարտաշրջանի կարևորագույն հաջողություններն մեկը։ 30-րդ ամյակի արդիվ ընդգծված է, որ Մարտակերտի ազատագրումը նշանակալի էջ է Արցախի ազատամարտի պատմության մեջ։ 20-րդ դարու սկզբի լուսանկարները կվկայեն Արցախի լեռնաշխարհի մեջ պահպանված կարևոր հայկական ավանդույթի մասին։ Տաք ամիսներուն գյուղացիները իրենց անասուններով կբարձրանային լեռնային արոտավայրեր եւ կմնային այնտեղ մինչեւ աշնան ցուրտերը։ Այս ամառնային արոտափող կամ յայլայական կյանքը տարածված էր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարբեր գավառներուն մեջ։ Բարձրալեռնային արոտները կապահովեին հարուստ խոտածածկ, իսկ ընտանիքները կզբաղվեին անասնապահությամբ, կատնաբնթերքի արտադրությամբ եւ գորգագործությամբ։ Այս կենսագերբը կհանդիսանար հայկական լեռնային մշակույթի կարևոր մաս, արտացոլելով մարդ բնություն ներդաշնակ հարաբերությունը եւ թարավոր անասնապահական ավանդույթները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արժանտին-Ավստրիա խաղի ընթացքին արժանտինահայերը բարձած են Արցախի դրոշը կհաղորդե աբարաշ Արցախը։ Հիշեցնենք Արժանտին J խումբին մեջ 2-0 հաշվով Դալասի մեջ բարդության մատնեց Ավստրիո ընտրանին։ Լիոնել Մեսսի իր 18-րդ գոլով դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության բոլոր ժամանակներու լավագույն ռմբարկուն։ Տաթևիկ Հայրապետյան կգարձե, որ Ադրբեջանի գոմե Հայաստանի թեմ դարածքային բանջերու առաջմղման պայմաններուն մեջ հայկական հանրային դաշտի միասնական արձագանքը կարևոր նշանակություն ունի։ Անոր քննադատումով Հայաստանի պաշտոնական հայտարարությունները գասեն միջազգային գործընկերներու ընկալումներուն վրա եւ գրնան անդրադառնալ տարբեր երկիրներու դիվանագիտական քննադատականներու ձևավորման գործընթացին։ Հայրապետյանի խոսքով անհրաժեշտ է, որ հանրային մագարտակի վրա հստակ ներկայացվի Ադրբեջանի դարածքային բանջերու նկատմամբ վերաբերմունքը, դիտարկելով իբրև դարաշրջանային գայունության սպառնացող զավթողական հայեցակարգ։ Փորձագետը կշեշտե, որ ազգային անվտանգության տեսանկյունեն հանրային համախմբվածությունը այս հարցին մեջ կրնա կարևոր դեր ունենալ Ադրբեջանի քաղաքականության զսպման գործին մեջ։ Արտակ Զաքարյան անդրադարձած է Իսրայելի արտաքին գործոս նախարարի հայտարարության հայրուց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի ղարաբարության հաստատման ներկայացման նախաձեռնության մասին։ Արտակ Զաքարյանի քննադատումով խոսքը դերևս պաշտոնական ճանաչման մասին չէ, այլ գործընթացի մեկնարկ է, որ կրնա հետագային հանգեցնել այդ ճանաչման։ Ան նշած է, որ նախաձեռնությունը դեռ պետք է անցնի ղարաբարության եւ գնեսետի քննարկման ու հաստատման փուլերը։ Նախկին փոխնախարարը ընդգծած է, որ Իսրայելի մեջ հարցը դասյամյակներ հետաձգված է Թուրքիո հետ հարաբերություններով պատճառով, իսկ ներկա զարգացումները կրնան փոխել այդ դիրքորոշումը։ Միջազգային աճուրդներու եւ թանգարաններու մեջ հայկական բազմաթիվ կորկեր հաճախ կներկայացվեն իբրև անատոլիական, կովկասյան կամ ադրբեջանական մոռացության մատնելով անոնց իրական ցակումը։ Մասնակիցներու համոզումով հայկական կորկերու ինքնության վերագանքումը կսկսի անոնց բնորոշ առանձնահատկություններու ճանաչումեն։ Հայկական կորկին գլխավոր դարբերագիչ հատկանիշներն է աշխարհի մեջ հայկական գրկնագի հանգույց անունով ջանցված կորցման արհեստագիտությունը։ Այս ձևով թելը երկու անգամ կպատվի հիմքի թելերուն, ինչ որ կորկը կդարձնի ավելի ամուր, եւ երկարակյաց։ Մասնակիցները կնշեն, որ կորքի ցակումը որոշելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն նախշերն ու գույները, այլև անոր կառուցվածքն ու գործման արհեստագիտությունը, որոնք հայկական կորքագործության կարևոր առանձնահատկություններն են։ Հոդվածը կնպատակադրե նպաստել հայկական կորքագործական ժառանգության ճանաչման եւ միջազգային հարթակներու մեջ անոր ճիշտ ներկայացման։
ԱՄՆ-ի կոնգրեսական ջուդիջու հայտարարած է, որ հբարդ է, որ մինչև Արցախի հայ բնակչության բռնի դեղանումը հնարավորություն ունեցած է այցելելու Արցախ եւ տեսնելու անոր բնությունն ու մշակութային ժառանգությունը։ Անոր խոսքով այցեն յետք Ադրբեջան իրեն արգելած է մուտք գործել երկիր, սակայն ինք այդ որոշումը կնկատի իբրև բադվի նշան։ Ան նշած է, որ հագարակ նախազգուշացումներուն այցելած է Արցախ աշխարհին ներկայացնելու այնտեղ ապրող հայ համայնքները, եկեղեցիները եւ պատմական գաբը։ Ջուդիջու նաեւ ցավով ընդգծած է, որ այսօր Արցախը թադարգված է բնիկ բնակչութենեն, իսկ հազարավոր արցախահայեր դեղահանված են։ Անոր համոզումով միջազգային հանրությունը պետք է շարունակե ուշադրություն դարձնել Արցախի իրավունքներուն եւ ժառանգության պահպանման։ Ֆրանսիացի վիբասան Մարինա Տետեյան, ով ունի հայկական եւ ռուսական արմատներ, հայտնած է, թե ավարտած է նոր վեպը, ներկայացնելով հայկական ցակումով Ֆրանսոյի ինքնության որոնումները Արցախի ողբերգության պայմաններուն մեջ։ Անոր խոսքով 2020-ի պատերազմը խորապես փոխած է իր աշխարհայացն ու արմատներու ընկալումը։ Ստեղծագործությունը մեծ մասամբ հիմնված է իր անձնական փորձառության վրա եւ այժմ կփնտրե հրադարագիչ։ Մարինա Տետեյան նաեւ նշած է, որ աբակային մտադիր է գրել ամբողջովին հայկական նյութով վեպը, անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպայի պատմական կապերուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։